Շիրակի մարզում 500,000 պլյուս աշխատավարձ ստացող 2 մանկավարժ ունենք, իդեպ այդ 500,000-ը արդեն հարգված աշխատավարձի մասին է խոսքը, այսինքն արծեռն մարդիկ է ստանում են այդքան, 19 մանկավարժ ունենք, որը 400,000-ից ավել է ստանում։ Հետո ցանկը շարունակվում է 300,000-ից մինչև 200,000 ստացող հարյուրավոր մանկավարժներով, բայց մանկավարժների ու դպրոցների անունները մարզպետը չի հրապարակում, ասում է, որ չթիրախավորվեն։ Մարզում մոտ 700 մանկավարժ կամավոր են ատեստավորվելու ապահովել իրենց բարձր աշխատավարձերը։ Մոտիվացիան այո ավելի շոշափելի է, երբ աշխատավարձը բարձրանում է, ճիշտ է։ Ալինա Սարգսյանը կրթության ոլորտում 31 տարվա փորձ ունի, կրթական չափորոշիչների ետևից գնալու դասավանդման որակները փոխելու պահանջով է, որ 2 անգամ մասնակցել է կամավոր ատեստավորմանը։ Հերթական փուլին է հիմա պատրաստվում։ Իր դպրոցում քիչ չեն այն ուսուցիչները, որոնք ամեն տարի գիտելիքների ու դասավանդման մեթոդների կամավոր ստուգում են անցնում։ Դրանից նաև մանկավարժի աշխատանքի գնահատումն է շահում։ 22 ժամից դարձել է դասվարների համար 18 ժամը 1 թրույկ, դա եւս օգնել է։ Իհարկե, ես ինձ համարում եմ բարձր վարձատրվող ուսուցիչ, որովհետեւ իսկապես աշխատավարձի չափը թույլ է տալիս ասել դա։ Եթե դուք դասղեկ եք, եթե մեթոդ միավորման նախագահ եք, եթե տարակարգ ունեք 3-րդ, 4-րդ եւ հաղթահարել եք ատեստացիան բարձր միավորներով, հնարավոր է այդ ամեն ինչը։ 500,000-ին կարելի է մոտենալ եւ շատ ժամեր։ Միայն մասնագիտական որակները չեն, նաև աշխատանքային բեռի ավելացումն է բարձր աշխատավարձ ստանալու հանգամանք։ Այդ շեմը բարձրացրած ուսուցիչների թիվը համեմատաբար քիչ է։ Շիրակի մարզի 3500-ից ավելի մանկավարժներից 700-ն է կամավոր ատեստավորման աշխատավարձի չափ փոխել։ Բնականաբար դրական է, ու մենք այս ծրագրի հիմքում տրված են, որ մանկավարժը դասասենյակ մտնելուց միայն տրամադրված լինի 10 ժամին, 10-ին, որովհետև ինչքան էլ մանկավարժը շատ սիրի իր աշխատանք ու պրոֆեսիոնալ լինի, եթե ինքը տանը հոգսեր ունի, ինքը ամեն դեպքում նաև մտահոգ է լինելու իր անձնական խնդիրներով, իսկ այս չափի աշխատավարձ ստացողները կոնե այն մինիմալ իրանց կարիքները կարողանում են հոգալ։ Փաստերի ստուգումն ու տվյալների հավաքագրումը հրապարակային ներկայացնելու թեման միայն բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներին չէր վերաբերում։ Պարբերաբար ու հատկապես որոշ առիթներով ու տոններով պայմանավորված դպրոցներում գումարներ հավաքելու մասին լուրերի շրջանառումները փաստերով երբևէ ապացուցվել են կամ ովքեր են դրամահավաքության կազմակերպիչները։ Շատ դեպքերում դրանից տեղյակ չեն ուսուցիչը, դասղեկը, ծնողներն ու աշակերտները նման տեղերում լինում են ինքնուրույն գործող անձիկ։ Այդ կոլեկտիվ է, ծանոթական խորհուրդ է, որոնք իրենց որոշում են ինչ-որ բան կազմակերպել, էլ եմ ասում, իրանք իրանց երեխեքի համար։ Դրամահավաքությունը ես չկընտունեի խիստ արադավարող, երբ որ մարտի ուտե պիտի տնօրենին ինչ-որ նվեր տային, այդ դրամահավաքությունը այն թույլատրելների շարքին է պատկանում։ Վերջին թարմ լուրերն այդ մասին առնչվեցին թիվ 41 հիմնական դպրոցին։ Առանց փաստերի ստուգման նման տեղեկության տարածումը Շիրակի մարզպետը անլուրջ մոտեցում ու վերաբերմունք է համարում։ Ուզում եմ հիշեցնել իրենց ու առիթից օգտվելով ասեմ, որ շատ չարչարվեմ, որովհետև Գյումրիում ու Շիրակի մարզում բոլորս մեկս մյուսից ճանաչում ենք ու այդ պատվիրված հոդվածներով մաքսիմում արադավորում են իրենց թեշտերը, իրենց բլոգներն ու իրենց էջերը։ Նման դեպքեր շատ են լինելու տեղ, նման պատվերներ շատ ենք տեղ ունենալու, այդ ամեն ինչում իմ համար շատ պարզ ու հասկանալի էր։ Մարզի հանրակրթության ոլորտն այս պահին շինարարական ակտիվ փուլում է, նաև վերանորոգվող դպրոցների մեծ մասում Դավիթ Արոշանյանը աշխատանքներն ավարտված է համարում։ Շրջել է, ծանոթացել ընթացքին։ 1-2 ամսից Գյումրիի 15 դպրոցներում դասերը կանցկացնեն հիմնովին վերանորոգված նոր գույքով, լաբորատորիաներով ու մարզադահլիճներով ապահովված շենքերում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։